Կանանց նկատմամբ բռնությունն ամբողջ աշխարհում շարունակում է մնալ լռության թեմա։ ՄԱԿ-ի տվյալներով յուրաքանչյուր 3 կնոջից մեկն իր կյանքի ընթացքում ենթարկվում է ֆիզիկական, հոգեբանական կամ սեռական բռնության։ Դեպքերի մեծ մասն այդպես էլ չի բարձրաձայնվում վախի, սոցիալական ճնշման եւ ֆինանսական կախվածության պատճառով։ Խնդիրը Հայաստանում եւս ստվերում չի մնում։ Բռնությունից դուրս գալուց հետո շատ կանայք կանգնում են նույն խնդրի առաջ՝ ինչպես սկսել նոր կյանք։ Նա կարող է, կանայք ուժեղ են, եւ մենք վստահ ենք, որ գիտելիքի, հմտության, տեխնոլոգիաների սեփական բիզնեսներ ստեղծելու միջոցով մենք ամեն տարի ավելի քիչ ականատես կլինենք բռնության երևույթների, որովհետեւ եթե կինը ֆինանսապես անկախ է եւ կարողանում է դաստիարակել իր երեխաներին, հոգալ իր կենցաղային խնդիրները, ապա նման կնոջը շատ դժվար է բռնության ենթարկել եւ առավել որ նա ձայն չբարձրացնի։ Ճանապարհը դժվար է, հաճախ երկար, բայց հնարավոր, երբ կինն ունի աջակցող համակարգ, անվտանգ միջավայր եւ ինքնուրույն ապրելու իրական հնարավորություն։ Շիքեն ծրագիրն այդ ճանապարհի մասին է։ Նպատակը այն չէ, որ թիրախավորենք սեռը, այլ նպատակը այն է, որ մեր կանանց մենք ներկայացնենք, որ կարևորը դա արհեստավարժ մասնագետ լինելն է եւ անկախ սեռային տարբերությունից մեկ թիմում միասին աշխատելը։ Բայց ինչու ոչ շատ դեպքերում, որ ղեկավարեն կանայք։ Տարիներ առաջ մեկնարկած Շիքեն ծրագիրը սկզբում նախատեսված էր միայնակ եւ բռնությունից տուժած կանանց համար, նրանց տալով նոր մասնագիտություն, փոքր բիզնես սկսելու հմտություններ եւ ֆինանսական ինքնուրույնության հնարավորություն։ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործադիր տնօրենն իր անձնական փորձով է սկսել աշխատանքը, ցույց տալով, որ հնարավոր է դուրս գալ ամենադժվար իրավիճակներից։ Ծնված եւ մեծացած լինելով Գյումրիում ու ունենալով իմ պատմությունը, որոշեցի, որ ես եմ դասավանդելու առաջին փուլում, որովհետև վստահ է, որ այն դժվարությունները, որի միջով ինքս անցել եմ եւ անցնում եմ, սա նաեւ մարտահրավեր է այլ կանանց համար։ Եվ դասավանդելով design thinking կամ մտածողության նախագծում, դժվարությունը հաղթահարելը այն էր, որ հոգեբանական կողմը հավատը սեփական ուժի հանդեպ մենք կարողացանք դա սերմանել կանանց մեջ։ Ես մեկ օրինակ կարող եմ բերել, առաջին օրը իրենք ինչ աչքերով եկան դասի եւ այսօր կամ արդեն ավարտելուց ինչքան ժպտուն, հավատով լեցուն, մեծ մոտիվացիայով իրենք ավարտեցին ծրագիրը։ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո ծրագրի շահառուների ցանկն ընդլայնվեց։ Տունն ու աշխատանքը կորցրած հազարավոր կանայք տեղափոխվեցին Հայաստան ու սկսեցին սովորել, նաեւ աշխատել։ Մոտ արդեն 300 հոգի կին մասնակցել են մեր դասընթացներին, կանայք անցնում են վերապատրաստում։ Կանանցից ոմանք ունեն արդեն գործող բիզնեսներ, որոնք որ պետք է բացել իրենց այդ աշխատանքներ տանել, ոմանք էլ ունեն ուղղակի հրաշալի գաղափարներ։ Հադրութից եկած Նաիրան պատմում է, ինչպես սիրողական ասեղնագործությունն աստիճանաբար դարձավ փոքր բիզնեսի սկիզբ։ Նրա եւ քույրիկի գործն այսօր արդեն իրական եկամտի ու նոր կյանքի հույս է։ Ինձ հետաքրքրում է օրինակ որքան ժամանակ է որ զբաղվում եք ասեղնագործությամբ ու ինչ դժվարություններ ունի։ Դժվարությունները ուշադրություն, գույնի ընտրություն ճիշտ, նյութերի ճիշտ ընտրություն, ասեղի, նոր տեխնոլոգիաների, օրինակ սա Հայաստան տարածված գործ է, որը հիմնականում նկարներ են անում, բայց ես որոշեցի բարձրին տեղափոխել։ Ես ու քույրիկս որոշեցինք բարձրի վրա տեղափոխել ու տեղափոխելու ժամանակ ուսումնասիրեցինք, ինտերնետում տեսանք, որ ինքը զարգացել է այդ գործը ու հիմա ինքը նման է ասեղնագործության ավելի շատ։ Կնոջ ձեռքի յուրաքանչյուր աշխատանք պատմություն է ցավից դեպի նոր կյանք տանող ճանապարհի մասին։ Ժողեր Ղլիջյան, Բեն Անտոնյան, Արմալուր։